Փույա, վստահ եմ հետևել ես իրանյան արձագանքին կամ վերաբերմունքին ԱՄՆ փոխնախագահի այցը տարածաշրջան Երևան եւ Բաքու ինչպիսի ռեակցիա առաջին ռեակցիան ինչպիսին էր Իրանի այս այցի Միշտ էլ շատ Միացյալ Նահանգների ակտիվությունը տարածաշրջանում բոլոր տարածաշրջանում Իրանի համար մտահոգ է նույնպես հիմա էլ մտահոգություններ հայտնեցին Իրանի արտաքին գործերի նախարարի խոսնակը Անկամ այն դեպքում ինչ լսվեց ինչ տեսանք Երևանում անկամ այդ դեպքում Ամեն դեպքում ներկայացությունը Իրանի համար մտահոգ է իհարկե մենք գիտենք Միացյալ Նահանգները ինչ թշնամանք ունի Իրանի դեմ եւ նման տարածաշրջանում նման ուժի ակտիվացումը Իրանի համար բնական է որ ամեն դեպքում մտահոգիչ է Այսինքն խոսքը միայն ամերիկյան ներկայության ինչ ձևով էլ լինի ներկայության մասին է ինչպիսին է լինի այդ ներկայությունը Տեսեք դե ռիսկերը մինիմալ ունենք մաքսիմալ ունենք մինիմալը է որ ինչպես Հայաստանը ասում որ Իրանի կարմիր կեցերը պահպանում է այն է որ տարածքային ամբողջականություն Իրանի Հայաստանի վրայսկությունը իր ճանապարհների վրա 100%-ով պահպանվում է բայց մաքսիմում մտահոգությունը այն է որ Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական բարոն Վելայաթի է հայտնում որովհետեւ ինքը ասում է որ սկզբից Միացյալ Նահանգները բոլոր տարածաշրջանում սկզբից խաղաղստեր եւ տնտեսական եւ ֆինանսական ծրագիրներով է մուտք գործում հետո վրանում է ռազմական ապակա դարիներ վրանում է ռազմական եւ անվտանգային ակտիվիտուն այնտեղ այդ տարածաշրջանում դա է Իրանի համար մտահոգիչ որ հիմա փորձում են Հայաստանին շահագրգռել տնտեսական ծրագիրներով հետո իրենց որտեղ որ ամուր լինի այս տարածաշրջանում այլ ժամանակ է որ այլ բաներ կարող անեն Դե այստեղ խոսքը ուղիղ տարածաշրջանի երկրներին վերաբերում է հաշվի առնելով ամերիկյան սանկցիաները Իրանի նկատմամբ, չէ՞։ Այդ սանկցիաները վերաբերում են նաև այն երկրներին, ովքեր Իրանի հետ առևտրային, տնտեսական, ֆինանսական շփումներ ունեն, Հայաստանը, Ադրբեջանը եւ մյուսները։ Ինչ պետք է անի այստեղ Հայաստանը։ Շատ երկիրներ են եղել, օրինակ բերեմ Հնդկաստանը, իր մետերմիտունը Միացյալ Նահանգների հետ օգտագործել է եւ ինչ որ բաներ է ստացել Միացյալ Նահանգներից, որպեսզի ինչ որ պատժամիջոցները մի քիչ նվազացնում է իրենց վրա, օրինակ Հնդկաստանը Չաբահար նավահանգիստում ինքը կարողացել է այդ արտոնյալ իրավիճակ ստանալ, որից օգտվում ենք նաև մենք Այո, նույնպես օգտվում ենք։ Պետք է Հայաստանը հասկացնի իր գործընկերներին, Միացյալ Նահանգներին եւ Արևմուտքին, որ ինչքան կարեւոր է եւ կենսաղային է Իրանի հետ իր հարաբերությունները եւ փորձի ինչ որ արտոնյալ իրավիճակ ստանալ այդ պատժամիջոցների եւ շրիֆների հապաճը։ Վենսի այցը Բաքու Թերանի համար նույն նշանակությունն ունի, ինչ Երևան։ Միանշանակ չէ, որովհետև այնտեղ խոսքը գնում է զենքի համար, զենքի պատժամիջոց է Միացյալ Նահանգները դուրս է հանել Ադրբեջանի վրա եւ Ադրբեջանը ջերմ հարաբերությունների մեջ է Իսրայելի հետ, Իրանի ողեմիմ թշնամի հետ եւ այդ երկու երկիրները Ադրբեջանում կարող է շատ ավելի ազատ լինի իրեն ձեռքը հակաիրանական գործողություններ իրականացնելու համար Հայաստանը դե ամեն դեպքում ավելի գոշտ է այդ հարցով ասել է որ թույլ չի տալիս Իրանին Հայաստանի տարածքը Իրանի դեմ օգտագործվի բայց Ալիովի ռեժիմը այդքան էլ Իրանի հետ կարող է ինչ որ փուլով կարող է այլ բան հայտարարի, բայց դակում մենք դակից տեսնում ենք, որ իրեն շատ հակաիրանական գործողություններ են ծավալել
ապրել դարիներ շարունակ եւ դրա մասին մամուլը շատ խոսել է։ Հիմա ինչ վիճակ է Իրանում։ Հիմա ինտերնետը չկա։ Չէ, հիմա ինտերնետ կա։ Հիմա ինտերնետ կա եւ խախանդ է այնտեղ եւ հանգիստ է։ Իհարկե տնտեսական հարցերը ինչ է որ Իրանի ժողովուրդը դժգոհեցին դեր լիարժեք լուծված չի դա կարա եթե կառավարությունը միջոցառումներ չի նախատեսի եւ այդ հարցերը չի լուծի կարող է այդ դժգոհությունները նորից ալիք բարձրացնել հիմա այդ ուղղությունով աշխատում է կառավարությունը եւ պետք է տեսնենք ինչ արդյունքի կհասնի Նախագահը ցույցերի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողով է ստեղծել Միանշանակ, որովհետև այդ միաժամանակ կան նաև քաղաքական գործիչների ձերբակալություններ։ Այո։ Եթե ճիշտ են այդ լուրերը Իրանից եկող։ Տեսեք, ընդհանրապես սկզբից սկսեց այդ սույսերը խաղաղ բնույթ ունեին եւ ժողովրդի արդար դժգոհությունը տնտեսական իրավիճակում էին, բայց հետո դարածվեց քաղաքացիական պատերազմ։ Այդ խորհուրդը ուսումնասիրում է ինչ դեր ունեցել են անձինք, ինչ դեր ունեցել են օդար ուժերը, այդ ամեն ինչը որ բերեցին այդ աղետի վիճակում, որովհետեւ քաղաքացիական մի քանի օր Իրանում տեղի ունեցավ քաղաքացիական պատերազմ ու այդքան զոհերը դրա համար են, դրա փաջարեն, որ այդքան զոհ մենք ունեցանք, ինչքան է զոհերի կլասիկ մենք ունեցանք այնտեղ 3000 ինչքան էր օֆիցիալ եւ կառավարությունը հրապարակներ բոլոր անունները սկզբից Իրանի էնդիմադիրները որ դերսում են եւ լրատվամիջոցներ շատ ուժեղ լրատվամիջոցներ ունեն հրապարակեցին սկզբից ասեցին անհիմն 12000 հետո 20000 հետո 30000 ինչ որ թվեր հրապարակում էին ու ամբողջ աշխարհի լրատվամիջոցները այդ թվերը անհիմն թվերը հրապարակում էին դրամատիզացիոն էին ստեղծում Իրանի դեմ բայց իհարկե մեկ զոհել շատ էր այդ ամեն ինչը շատ մեծ բան տեղի ունեցավ բայց ամեն դեպքում փաշոնական է որը անունները հրապարակվել է Իրանի կողմից 3000 ինչքան էին մի քանի 100 էին եւ Իրան կառավարությունը նախագահ Մասուդ Փեզեշքյանը ասել է որ եթե այլ գոմը այսինքն էնդիմադիրները փաստում են որ ավելի շատ է անուններ բերեն որ մենք ավելացնենք այսինքն դա ապոստոսելու եւ փաստերով է առաջնում Իրանը ամեն դեպքում շատ աղետ տեղի ունեցավ եւ վերացվեց ամեն ինչը քաղաքացիական պատերազմ եւ բայց ամեն դեպքում հիմա խախանդ է եւ հիմա այսօր պաշտոնական Թեհրանը հայտարարել է որ բացառվում է անկարգությունների մասնակիցներին ներում շնորհելու հնարավորությունը իսկ մենք հիշում ենք որ Թրամփը ինքը անձամբ ասում էր որ մենք կանգնեցրեցինք այդ որոշումը նրանց նկատմամբ խիստ պատժներ չեն կիրառվի ինչ է փոխվել այստեղ այնտեղ ընդհանրապես Իրանի կողմը ասում է որ նման բան տեղի չունեցել այսինքն այն օր որ բոլոր աշխարհում ասում էր որ օգնությունը ճանապարհում է մենք շատ արագ պետք է հիմա ռազմական գործողություններ ենք անելու սուսարարներին անկարգ սուսարարներին օգնություն ենք ձեռք բերնում հետո մի օր կայնեց ասես որ իրեն 700-800 հոգի մահապատիժը կայնացնել են որը նման բան տեղի չունեցել Իրանը որոշում չի եղել այդ օրը որ 800 մարդ պետք է մահապատիժ ընդունեն ինքը ուզում է ինչ որ հաղթանակ ինչ որ բան ասի որ ցույց տա որ հաղթանակ է դարել ինքը ամեն ինչը հասել է ինքը ուզում է բոլոր իրավիճակներից պատուհանը բազում բոլոր իրավիճակներից ինքը հաղթանակ դուրս գալ դրա համար է այդ բանակցությունները հնանավոր է ինչ որ չափով իրեն որոշեն
ինչ որ բան համաձայնացնեն, որ ինքը էլի գայնի ասի ես հաղթեցի, ես պատերազմը դադարեցի կամ ինչ որ նպատակներ թիրախի Իրանում, որ էլի ասի ես ոչինչ ասել եմ Իրանի միջուկային ծրագիրները, բայց իրականությունը այն է եւ ժամանակը ապացուցում է, հենց հիմա ապացուցեց, որ ինքը չի կարողացել 12 օրվա պատերազմի ժամանակը լուրջ վնաս հասցրի եւ Իրանը հիմա այդ 400 կիլոգրամանոց հարուստ ուրանը իր ձեռքում է, դրա համար էլ բանակցում է Թրամփը Իրանի հետ, եթե բոլոր խաղաղակարգները կարողացել էր ստանալ Իրանի ձեռքում, հիմա բանակցությունների սեղանում Իրանը չուներ խաղաղակարգներ, հիմա այդ բանակցություններում ցույց է տալիս, որ Իրանը խաղաղակարգներ ունի։